Վիդեոյի ընթացքում, եթե շատ համով է, իրոք, եթե 10 իրոք, ես այդ պահին եմ հասկանում, եթե իրոք 10-ը, այդ պահին վերջանում է, չի հասնում ինչ-որ մեկին հյուրասիրեմ կամ բերեմ տուն, այդ պահին վերջանում է, բայց եթե իրոք 0 է, ես չեմ կարող նորից իրան համտեսանեմ, եթե թողնում եմ, չգիտեմ, փողոցի շներին կամ չգիտեմ, ուդեստը դարբեր երկիրներու խոհանոցի մեջ դարբեր համ ունի, այսինքն Ճիշտ է, ես գհբարդանամ լիբանանյան խոհանոցով, բայց իրականության մեջ Հալեբի համոսը եւ Լիբանանի Բեյրութի համոսը շատ տարբեր են։ Այդ բոլորը դուք կսորվիք, դեղը կգարտաք։ Դեռ շատ ճանապարհներ պետք է անցնի։ Մենք ունենք Հայաստանում շատ լավ մթերք։ Ուղղակի իրան լավ չեն կարող մշակեն, ներկայացնել։ Ու չասեմ, որ խոհանոցում ինչեր է կատարվում։ Նոր ռեստորան է բացվում, խոհարար են բերում դրսից։ Ծախսը շատ է, իրան մի ամիս են պահում, հետո հանում են, հետո սուշեֆին անում են գլխավոր խոհարար։ Եվ երկրաշարժ գնա, չէ։ Հա, դա մեծ խնդիր։ Գնում ես ռեստորանը, հավանում ես ուտեստը, մենյուն հավանում ես վրևից մինչև վերջ։ Ամեն ինչ իդեալական է, մեկ ամիս հետո գնում ես, ամեն ինչ դառնում է։ Ամեն ինչ փոխվում է։ Բնականաբար շարման լրիվ ուրիշ բան է Սիրիայում, Լիբանանում։ Լրիվ ուրիշ է։ Հայաստանում ավելի շատ այնց ես անուն դրել եմ veggie wrap, ավելի շատ բանջարեղեն սալադի wrap-ը ու մի քիչ են միսը։ Հա, շարմա չի։ Դրա համար ես վիդեոներում ասում եմ փորձարկելու եմ հայկական շարմա, տեղական շարմա, չգիտեմ, ինչ որտես բան եմ ասում, որ պատերազմ չսկսի։ Բայց մեկը կա այդ պատերազմը։ Եկեք անգերց խոսենք։ Հարգելի ագնտիրներ, այսօր եկեք անգերց խոսենք բայց բլոգի ներկայացուցիչին կամ այդ անունին հետեր մեր հյուրին հետ խոսեցանք ջաշադեսակներու մասին, Հայաստանի մեջ ջաշի մշակույթի, այդ ջաշի մշակույթի զարգացման խնդիրներուն, նաև տարբեր փորձառություններու մասին, որ ինքը մեր հյուրը արդեն գբադմե իր բլոգի մեջ, կրնակ այնտեղ նաև հետևիլ, այս բոլորը եկեք անգերց խոսինքի հաղորդումով։ Եկեք անգերց խոսինք։ Բարի եկած ես։ Շնորհակալ եմ հրավերի համար։ The Bites blog, ինչու այս անունը, այս անունով գջանցվիք դուք եւ մեր ագնտիրներուն նաև ասեմ, որ դուք հայտնի վլոգեր եք, բլոգեր եք Instagram-ի վրա եւ տարբեր հարթակներով վրա Հայաստանի համով եւ ոչ համով ջաշերը կներկայացնենք։ Ինչու բայց այս անունը։ Ես տեստայից սկսեմ, ես իմ բլոգը սկսել եմ 2023-ի մայիսին, հեսա շուտով 2 տարին է լրանալու, մինչ դա ես շատ երկար իր մասին մտածել եմ, որ արդյոք այս բլոգը սկսեմ, չսկսեմ, ինչ-որ ուտեստի հետ կապված, ու այդ ամբողջը մոտ մի տարի ու կես 2 տարի տևել է, որ ոնց իրան ներկայացնեմ, իսկ եթե պետք է իրան ներկայացնեմ այսինչ ոճը լինի, եւ այդ ինքը բավականին երկար է տևել ու ամիսներ տևել է անունը մինչև անունը հա ցենց հերախոսս նոթսի վրա բացել էի տես լիք անուններ purple carrot չգիտեմ անգլերեն լիներ թե հայերեն լիներ մեկ մտածում էի որ ինչ որ մեկն էլ իմ հետ լինի այսինքն երկու հոգով էս էջը վարենք մտածում էի քույրիկիս հետ թեկուս sisters blog չէ ավեշ ասած hungry sisters ինչ որ տես բան հա սոված քույրեր Հայաստան sense hunters կամ food hunter sense տարբեր անուններ կար բայց հետո մտածեցի bites ավելի sense գրավիչ հա կարճա ու մի քիչ sense հայինի bites-ի նման է չնայած տարբեր մտքեր ունեն հեշտ է արտասանվում ու հեշտ է տպավորվում անվան որ BBR Bites blog is what's for ավելի հետաքրքիր է քանի օգուց հարցրեցա ամենաշատ քվեարկությունս Bites blog-ն էր իսկ 2 տարի անց ինչ կգարձեք հաջողած է ձեր ասենք նախաձեռնությունը եւ ինչ էր խորքային նպատակը այսինքն ինչու համար մանավանդ որ գիտեք շատ հաճախ ես ալ նայած եմ այսպես երբ որ երեգոյան ժամերուն փորձես քիչ մտեթևնալ ռիլերը դիտելով ամբողջ օրս գարկը բարականերու այսինքն հաջողել են զատ վախով չգրած որովհետեւ մարդիկ կրնան այսպես ագրեսիվ լալ չղայնանալ զրոների համար դե ոչ որ ինչ է անում այս օրիորդը մեր ռեստորանի թեմը կանգնած թե գբատմեք այդ բոլորը հետո գնեք
Դե ստենց ասեմ ձեզ։ Նախ հաջողության մասին ուզում ասեմ։ Ես չգիտեի, որ ես ճանապարհով եմ անցնելու, իրոք չգիտեի։ Չեմ երազել, որ հասնեմ այս կետ։ Այսինքն ես որ սկսել եմ այս բլոգը, մտածել եմ, որ օգտակար լինի թե ռեստորանատերին եւ թե հետևորդ այն ժանք ես չգիտեի որ լինելու են հետևորդներ մտածում էի որ ժողովրդին հաճախորդներին որովհետեւ ես էլ հաճախորդ եմ մտածում էի օքեյ ես բավականին գիտեմ որ օրինակ այս ինչ սալադը ես գիտեմ որտեղն է ամենալավը այս ինչ պիցան ես գիտեմ ամենալավը որտեղ է այս բոլորը փորձած էի ասկան փորձելու բայել եկցել շեյփը լավա դե ոչինչ sense ինք իրան չի ստացում կենտատրեմ այդ բոլորը չգուտեր քիչ մգուտեք չէ յուրաքանչյուրը ասենք ինչ կսեն հաստանցիկ բուտերբրոդից Yes. Մակուր հայերենով ագրադից Yes, ասեմ դե վիդեոյի ընթացքում եթե շատ համով է իրոք եթե 10 իրոք ես այդ պահին եմ հասկանում եթե իրոք 10 այդ պահին վերջանում է չի հասնում ինչ որ մեկին հյուրասիրեմ կամ վերեմ տուն այդ պահին վերջանում է բայց եթե իրոք 0 է չեմ կարող նորից իրան համտեսանեմ դա թողնում եմ չգիտեմ փողոցի շներին կամ չգիտեմ դա իրականությունն է բայց հիմնականում վերում եմ տուն նայած ինչ ուտեստա ես էլի 2 ժամ հետո 3 ժամ հետո եթե մսային է ես էլի համտեսում եմ որ տեսեմ սառը դեպքում կամ քանի ժամ հետո իր համը ինչ վիճակի է որտեղ դա կարևոր է ինձ համար տակ ժամանակ ցանկացած թեկուս քարնել համով է բայց որ սոված ես լինում տակա ու ամեն ինչը համով է բայց ինձ համար կարևոր է 3 ժամ հետո 2 ժամ հետո այդ համը ինչքան է փոխվում ինչքան ռեալ է այդ համը դրա համար իրան հաստատ բերում եմ տուն էլի համտեսում եմ եղել է դեպք ա եղել որ ես կրկին վճարել եմ որովհետեւ վստահ չեմ եղել ճիշտ եմ իրան քննադատում ճիշտ եմ այդ թիվը նշանակում թե ոչ գնացել եմ էլի նորից են որ արտարը լաս այ եղել է տես դեպքեր եկեք անգերց խոսենք իսկ այս մեկը գիտեք համաշխարհային խոհանոցի ոլորտի մեջ գա քինի համդեսելու սովորույթ որ մենք ամենեն շատ գիտենք արդյոք ջաշի բարակային ալ նույնն է որոշ բաներ գառնեք կսորվիկ թե բարձաբես ծեր քիմքին ծեր ջաշագին գաբելով ինչու որովհետև նույն ուդեստը դարբեր երկիրներու խոհանոցի մեջ դարբեր համ ունի այսինքն ճիշտ է ես գհբարդանամ լիբանանյան խոհանոցով բայց իրականության մեջ Հալեբի համոսը եւ Լիբանանի Բեյրութի համոսը շատ տարբեր են Սուրիագանը հարկանքը Սուրիայերուն որոնց շատ կսիրեմ եւ շատ կհարգեմ բայց շատ ծանր է իսկ Լիբանանը ավելի լայթ է այդ բոլորը դու կսորվի կդեղը կգարտակ թե ըստ բախտի չէ անգերց խոսել չէ ըստ իմ քիմքին չի 100% ես ամեն ինչը տենց նկատի ունեմ որ ինքը օրիգինալ ոնց է պատրաստում եթե իր մասին ինֆորմացիա չունեմ որ քիչ պատահի եղել է ինչ որ դեպք սալյանկան ա եղել որ ես իրոք չգիտեմ այդ ինչ է մեր արևմտահայ ընկերները չեն գիտել դա չգիտեմ որտեղ է ասիկա մոռացել եմ ռուսականը թե ուկրաինականը ինքը սուպիկա որը իր մեջ տարբեր հա ապուրը դրա մասին ես այդքան սուկ եւ այլն գտնեն չէ գխառնեն ամեն ինչ Սկիա միսա հավա թթուվարունքա տենց շատ խառը բան է ինչ ասես leftovers հավաքած երևի դունը ինչ որ մնացած է ադիգա սա ռուսական է թե ուկրաինական է մոռացել եմ իր մասին կարծեմ գնացել եմ նկարել եմ այնքան տարբեր են եղել ու մինչև հիմա այդ տարբեր վայրերի նկարած իմ հեռախոսի մեջ մնացել է որովհետև իրոք չգիտեմ իրանից ինչ պետք է սպասեմ դա երբեք չեմ հրապարակել կա տես դեպք որ իր մասին հա չեք ուզել հա որովհետև չգիտեմ ինչ պետք է իրան թվարկեմ թիվ չունի երևի հա չեմ էլ իրան վադե թե լավ իմաստով գսեք որովհետև ես դրա մասին գիտելիք չունեմ սալյանկան ինչ սպասելիք պետք է ունենամ դրա համար իր մասին հաստատ ես ինչ որ իր մասին recommend չգներ այսպես ասած դες այնց ասեմ սկզբից սկսեմ ես ուտելիքների մասին շատ բան գիտեմ որովհետև աշխատել եմ խոհանոցում ինչ գիտեք մեր մանթիի մասին քանի դեսակ մանթու ունենք ու ես շատ եմ ճամփորդել օքեյ շատ եմ ճամփորդել մինչև բլոգի սկսելը դե բլոգներ ինչ սկսել այո Մագա խոսենք Թուրքիո ջաշի մասին հա խոսանք
Եվ ադիգա գոքնեց էզի, չէ, ճամփորդել։ Հա, շատ օգնեմ, որովհետև ես օրինակ, եթե կերել եմ թիրամիսու, ես գել եմ ամենաճիշտ տեղը, որտեղ որ հենց թիրամիսուն այդ ռեստորանից է ինքը հայտնվել։ Ինքը Միշելան ստար։ Սկզբնախբյուրից, ուր որ պատրաստած։ Այսինքն ես այդքան արժեք նախքան բլոգի սկսել ես այդքան իմ մեջ այդ բանը կար, որ ես պետք է իմանամ ամենաճիշտը ինչպես է, պետք է ես իմանամ, օրինակ եթե ճամփորդել եմ Իտալիա, այսինչ քաղաքում եմ հայտնվել, իր մասին սկսել եմ կարդալ, օքեյ, այս քաղաքում եղել է Aperol Spritz-ը, գնամ իր ամենալավ տեղինը փորձեմ։ Այդ գիտելիքը ես ունեցել եմ ինչը բլոգի սկսել եմ, ու հետո խանութում էլ որ աշխատել եմ, ինքը շատ օգնել, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս խանութում աշխատել եմ։ Ու թե Սարը ջաշ եպել գիտեք, փաստորեն։ Թե Սարը խանութում եմ աշխատել, թե տաք խանութ, ասենք թե pastry, թե տաք խանութը շատ վտանգավոր է, շատ ստրեսային է, ահա որ ստրեսային է, շատ։ Որտեղ պիտի հասցնես, պիտի ճիշտ պատվերը պահի տակ well done պատրաստես կամ նվազ եփված կամ դի այդքան դուրս եկա։ Այս իթե այս բոլորը գտի դարգեք, կաբրիկ, գջաշեք, գփորձեք, զարգացում գա այս ոլորտի մեջ։ Ես ուրիշ տեղ պիտի հասնեմ, բայց ուզում նախ լսել ցեզի։ Ասեմ ձեզ, բավականի զարգացել եմ, ես 2013-ին եմ, 12-ի վերջերը, հիմա կասենք սես կլորացրած 13-ին եմ տեղափոխվել Հայաստան, որ համեմատում եմ այն սկզբի ժամանակ, 11 տարի առաջ, ups and downs, շատ մեծ տարբերություն։ Ահավոր էր, հետո սկսեցին մարդիկ ճամփորդել, տարիթը ստեղծեց, որ ժողովուրդը կանան ճամփորդան, իրանք էլ հասկանան ու տեստը ինչպես է օրիգինալը, այդ ինքը բավականի օգնել է ճամփորդելը, որ հեշտ են սկսել ճամփորդել, այդ ինքը բավականի ժողովրդին օգնել է։ Իսկ ինչ-որ բան փոխվել է, փոխվում է, դեռ շատ ճանապարհներ պետք է անցնի, մենք ունենք Հայաստանում շատ լավ մթերք, ուղղակի իրան լավ չեն կարող մշակեն, ներկայացնել, ու չասեմ, որ խանութում ինչեր է կատարվում, նոր ռեստորան է բացվում, խոհարար են բերում դրսից, ծախսը շատ է, իրան մի ամիս են պահում, հետո հանում են, հետո սուշեֆին անում են գլխավոր խոհարար։ Եվ երկրաշարժ գլա, չէ։ Հա, դա մեծ խնդիր։ Գնում ես ռեստորանը, հավանում ես ուտեստը, մենյուն հավանում ես վրևից մինչև վերջ, ամեն ինչ իդեալական է, մեկ ամիս հետո գնում ես, ամեն ինչ դառնում է, ամեն ինչ փոխվում է։ Այդ խնդիրը մենք ունենք Հայաստանում։ Այսինքն խնդիրը որտեղից է գալիս, որ սիրում են մի քիչ հայեր սիրում են զարմանան, աշկա ավելի շուտ պետք է կշտանական ստամոքսը կոպիտ ասած, այսինքն ներդրում են ռեստորանի ոճին, դեկորին, հա, էլ չասեմ տուալետը պետք է շատ սիրուն cute լինի, որ աղջիկ գրավի, հաճախորդը ավելի շատ այդ մասան լինի, բայց հետո որ գնում է խանութի վրա մինիմում ներդրումն են անում։ Եվ ասում են ինչ որ գա դրեք տոուդեն, չէ, հայկական ձևով։ Գիտեք, այս բոլորի մեջ օրիորդ The Bites blog, պիտի հարցնեի ամենակարևորը հյուրընկալությունը, չէ, որ մեր մոտ շատ խոցելի է, այսինքն ճիշտ տվարգեցիք, պատկերացրեք 97-ին, երբ որ որևէ ջաշարան է, ինչ որ ասենք Հայաստանի մեջ փարքեր կան, որ դագավին կան, օրինակ պիցզային հետ պիտի խնդրես ինչ կսենք կետչուպը եւ այնպես մգբադասխանեին կարծես սխալ բան մրածես այսին ասելիքս այն է որ ամենակարևորը այս բոլորի մեջ որ հարկելի են մանավանդ խոհարար բերել խոհարար դանիլ դուրսի փորձառություն ներսի սորվիլ հյուրասիրությունն է կարևորը երբ որ մարդը հյուրասեր է եւ այսպես նրբությամբ կվերապերի սիրով կներկայացնե իր ջաշը ինչա լա ջաշը նույնիսկ եթե մեղավորություն կա որ չի ստացված դերմը գեսի գիչն է բայց այսպես երբեմն այնպիսի վարմունքներու կհանդիպինք որ մարդը կսկաս որ ինք դժկոհ է այդ գործեն այսին երբ որ թունալ գուկաս որ իր դժկոհության վրա կփարտես որ կուներգայությունը եւ բահանջկոդես ասպեր ամպեր ինքը ավելի կփորփոքի սա լուրջ խնդիր է մեր հասարակության համար մանավանդ գիտեք ինչու գսեմ որովհետեւ Օրե Երևանը գտարնա սպոսաշրջության կենտրոն եւ ադիգա մեզի հբարդություն պետք է դա միայն եւ մենք պետք է աշխատենք այդ վրա
ինչ կմտածեք։ Ինձ թվում է արդեն հասնում է այդ կետին, ձեր օրինակը 97 ասենք 90-ականների ժամանակը, հայ ես էլ այդ խնդիր ունեցել եմ, օրինակ չգիտեմ, French fries-ը ketchup-ով կամ եթե մատով էի ուտում, բոլորը ասես թարսային նայում, բայց հիմա բավականին շատ բան ա փոխվել։ Ես այս ոչն էլ որ դրել եմ իմ բլոգի մեջ, որ ավեշ ասես casual-ը։ Մինչև իմ բլոգի սկսելը ես տեսնում էի, որ ինչպես են food բլոգերները կամ տարբեր բլոգերները իրենց ռեստորանը ինչպես են ներկայացնում, պետք է ամեն ինչը շատ էսթետիկ լիներ, cute լիներ, ամեն ինչը պետք է տեղին լինի, բայց ես որոշեցի այդ ամեն ինչը փոխեմ, այդ միթը փոխեմ, այդ mindset-ը։ Կարծրատիպը։ Հա, փոխեմ այդ ամեն ինչ ուզում էի փոխեի, ձեռքով ուտեմ, թող թափի, թող ամեն ինչը ույսեր լինի, բնական, հա, երբեմն գպանակ դեսած եմ, լայմաջունը գպանակ եւ այսպես ցույց կտակ եւ գուզեք ադիգա դեսնե տիդո։ Հա, թե տեսնի ներսն ինչ է իրանից ներկայացում, այսինքն ես ուզեցել եմ կենտրոն բոլորի միտքը սա շեղեն դեպի ուտելիքի վրա, ոչ թե ռեստորանի, իմ համար կարևոր չէ ռեստորանը հիմա ինչքան է ծախսը։ Այդ բոլորովին իմ համար կարևոր չի կամ ինչպես են մատուցում, այդ էլ կարևոր չի։ Պետք է ուտեստը լինի, որտեղ ես հիմա վճարում եմ ուտելիքի համար։ Այսինքն կերխնդիրը ցեզ համար ուտելիքի համն ու հոդը եւ մակրությունը։ Իմը լրիվ կենտրոնացած է դրա վրա, այսինքն ես չեմ գնահատում սերվիսը, սպասարկումը, դեկորը կամ կարևոր են, բայց ցեզ համար գլխավորը համն է։ Շատ եմ պահանջում, որ դրա վրա էլ ուշադրություն դարձնեմ, որտեղ չգիտեմ, մտածել եմ ինչ-որ բան կփոխվի այդ առումով էլ, բայց հենց սկզբից կենտրոնացած եմ եղել ուտեստի, սնունդի, համ, հոտ, տեսք եւ ամեն ինչի։ Անգերց խոսենք։ Նաև պիտի հարցնեի արդյոք վերապերմունքը ինչ է մեր հայրենագիտներուն, օրինակ ճաշարանի դերմը երբ որ գերտաս եւ գսես որ ես այսօր գիտես ես ասինչն եմ ինքնալ գնայի կամ գջանչնա կամ այսօր ավելի գջանչնա հստա առաջին օրերուն ինչպես կլար վերապերմունքը դա հաճ դեպքեր եղած են առաջի օրը դե չգիտեին ես ով եմ առաջի մի 4-5 հատ վիդեոից հետո բայց հետո տեսա որ արդեն սկսել են ճանաչել բան, բայց մինչև այս օր ոչ մի խնդիր ես չեմ ունեցել, որ ասեն դուրս արի կամ ինչ եք ուզում քեզ, հա, դες խնդիր ես չեմ ունեցել։ Մեկ անգամ, երկու անգամ եղա անկեղծ լինեմ։ Ահա, եկած ենք անկեղծ խոսել։ Հա, երկու անգամ եղա, առաջինը եղել է մի քանի ամիս առաջ, որ ասել են, որ թարմ չի, այսինքն այսօրվա պատրաստած չի, երեկվայա, ու իրանց ասել եմ, հա, ոչինչ խնդիր չի, մի օրը ոչ մի բան չի փոխելու, ասել եմ, որ չէ, մենք չենք արտակ, ասել եմ, օքեյ, մի հատ դեպքն ա եղել, երկրորդն էլ էս վերջ էր սա եղել, չգիտեմ ինչի, ռեստորանատերը դրսում էր ու իրար հետ ծանոթներ ենք, որտեվ հարևաններ ենք համարյա ու յանից խնդրեցի, որ այսինչ բանի համար է մեկ է, նկարահանման հետո չգիտեմ ես իրան ինչ-որ բան ասեցի երևի դրանից իր դուրը չեկավ կներեք ասեցի անգլերենով որտեվ ինքը ստերից չէր բայց հայ է ասեցի որ moment of truth-ն եկել է ու ինքը դրա դուրը չեկավ այդ իմ ասածից կներեք մի մեկը հազարանուշ մերսի ու ինքը վատը զգաց թե դուրը չեկավ Եվ հետացկեց դուրը պակես վերես ասաս որ քո կարիքը չկա ստեղ ու դուրը պակես վերես Ատկե հետո չեք հաշտված չվերադարձեք չեմ վերադարձել որովհետև ես ավեշատ իրա համար եմ մտածում որ ոնց է վերաբերվելու որտեվ ես իրա հաճախորդն եմ եղել հետո հարևան եմ եղել արդեն մի 10 օրս ամեն ինչից անցել է ու չեմ վերադարձել Եվ ինքն էլ գուզե այս բլոգի մեջ մտնել Ես իրան ասել եմ շատ լավ արի թե նորից բիզնեսը սկսե թող ինքնել Երևա Իր բիզնեսը գաջի թե գնված Իսկ մա աճում է որտեվ արդեն մի տարի անցել է որ ինքը այս բիզնեսը ունի ու ես շատ կողմ էի որ ինքը երևի ես շատ կողմ եմ փոքր բիզնեսների մեծերը արդեն աճել են իրանք ունեն ապահով են ես շատ կողմ եմ փոքր բիզնեսներին ցույց տամ ու եղել է հա գաչալերեք ու այս հոլովակն էլ հենց փոքր բիզնեսների վրա էր
բայց որ գնացի, այդ օրը որ հասավ, որ ես պետք է իրան ներկայացնեմ, ինքը sense մի քիչ ծանր տարավ ու ասաց ես քո կարիքը չունեմ, ես քո բիզնեսի կարիքը չունեմ ու դուրը իմ վրա փակեց։ Մեկ խոսքով վիրավորեց։ Հա, ու ես առաջի անգամն է, հույսով եմ այդպես բան չլինի։ Որովհետև ստեղ ոչ մի անձնական բան չկա։ Այդպիսի բաներ չանեք մեր օրիորդի հետ։ Պիտի նաև հարց տայի, գիտեք, գա մոդեցում, որ սպիրկահայերը այս ոլորտի մեջ մեծ ներդրում ունին, այսինքն գրնամ ասել, որ անգեղծորեն մինչև 2015 Հայաստանի խոհանոցային ոլորտը մոտավորապես սկսեմ, դարբեր էր եւ անգեյետք դարբեր դարձավ, որովհետեւ գիտենք մեր հալեբահայերը եկան եւ որոշ մշակույթ մփերին։ Ես տեսա որ ոնց էին դժվար իրանք բիզնեսը պահում։ Ինչ կսեք այդ առումով։ Okay, ես այսպես ասեմ, ձեզ շատ հիացած եմ ու հպարտանում եմ, որ ոնց են ինչ-որ ազգ մյուս իրանց պահում են, այսինքն ես տեսնում եմ, որ օրինակ սիրիական լիբանական ռեստորանա ու իրանց հաճախորդ լիբանանյան ռեստորանա ու տեսնում եմ, որ 90%, 95% իրանց հաճախորդներն հենց իրանք են, տեղացիներ չեն ու այսքան ժամանակից հետո մեղավորություն չէ, չեն գիտեր, չեն երթար։ Հա, չէ, ես չեմ մեղադրում, ուղղակի ասում եմ, որ ինչ լավ է, որ իրար մեջքի են, որ կարողացան են պահեն ու կոպիտ ասած survive են արել, այսքան ժամանակից հետո իրանք մնացել են։ Ու ես ապարտանում եմ, որ սիրիա հայերը ոնց են իրար մեջքի։ Ես դա գնահատում եմ, հա։ Իսկ հիմա կգարձեք, որ դակավին շուգայի վրա իրենք ասեցություն ունին, թե արդեն ուրիշ շատ ավելի մեծ ներդրողներ եկան, դուրսեն մարդիկ բերին եւ այլն, ինչ է ընդհանուր շուգան այսօր Հայաստանի եւ ինչը կբացի Հայաստանի ուտելիքի շուգային։ Ինչ-որ բարդ հարց է, բայց հա, շատ բարդ հարց է։ Ուզեք երկու բաժնով։ Հա, նախսենք այսօր քերագշիր է սուրիական համն ու հոդը, այսինքն մարդիկ գերտան սուրիական ռեստորաններ կփնտրեն կամ նույնպես սպիրկահայերն են որ գերտան, թե հայաստանցիներն ալ գերտան, որն է ճիշտը, որն է իրականությունը։ Այ, okay, ես տեսնում եմ այն ժամանակ, եթե 90-95% հենց սիրիա հայերն են գնում սիրիական ռեստորանները, հիմա դարել է օրինակ 70%։ Թեկուզ եթե ինչ-որ հարցում եմ տալիս օրինակ այսինչ տեսնենք ուզում անենք, ասենք մանցի, չեմ արել, բայց եթե ասեմ մանցի, ես գիտեմ, որ 90% իմ հետևորդները հենց սիրիա հայեր կամ լիբանանյան հայերն են պատասխանելու, ոչ թե տեղացի հայերը, այդքան գիտելիք չունեն, բայց ասեմ, ինչ-որ բան փոխվում է, բայց դանդաղ, ամեն ինչ շատ դանդաղ առաջ գնում, ինչ-որ բան։ Իսկ երկրորդի բարակային այսօր ինչ է ամենահիմնական բագասը, որ գա այս hospitality շուգայի մեջ։ Ունենք լավ գեղեցիկ տեղեր, նորեն ծեր խնդրին պիտի երթանք, բայց հաջող դեսկը եւ ներկայացված ջաշը նույն մագարտակի չեն։ Ինչ պետք է հնեն մարդիկ, հայկական ուտեստը է, ինքը տեսք չունի։ Չէ, ես նկատի ունիմ գեղեցիկ համալիր, այո, բայց ուտելիքը շատ գեղեցիկ, հրաշալի քարերը, դեկորը, լույսերը, համադրությունը։ Դա խնդիրը ժողովրդից է, հասարակությունից է, որովհետև պահանջկոտ չէ մեր հասարակությունը։ Պահանջկոտ են, բայց իրանց պահանջը ուրիշ շեղված է։ Այսինքն շեղվածը սիրում են entertain լինել ռեստորանում։ Դրա համար գնում ես ռեստորան, ափսեներ են ջարդում, գալիս են, պարում են, երգում են, շոա, բանա։ Ես ասեմ, դες տանել չեմ կարողանում այդ ռեստորանը։ Ցեզի համար ադիգա չէ ռեստորանի ընկալումը։ Հա, որովհետև ես չեմ կարող կենտրոնանամ, հիմա ինչ եմ ուտում, լավ էր, վատ էր, ինչ էր։ Ադիգա քեֆնելու մասին է եւ Գերեվի այդ միջոցով է որ որևէ ջաշ կտրվի։ Պատասխան չի, այդ ամեն շոն պատասխան չի այդ բուջու ռեստորանին, որ ինքը թեկուզ ռեստորան չի, ինքը բիստրո օրինակ։ Չգիտեմ, մի քիչ շատ են շեղում ամեն ինչը։ Այդ իմ, չգիտեմ, կարա շատերի դուրն է գալիս, բայց ինքը չգիտեմ ինչքանով է իրականացնում, ինչքան արդարացնում։
ես այդ մի քիչ կասկածում եմ։ Եկեք անգերց խոսենք։ Կարևոր թեմայի մի երթանք, գիտեք, այս ջաշերու բادرազմը գա, յուրաքանչյուր երկու թշնամի բեդությանց միջև կամ ժողովուրդներու միջև։ Դժբախտաբար այդպես պիտի ասենք հայերը եւ թուրքերը, արաբները եւ հրեաները կամ չեմ գիտեր Եվրոպայի մեջ ալ հավանաբար կան այս նրբությունները, բայց այս բանուն միտքս չի կար։ Միշտ ջաշի բادرազմ կա, օրինակ պալեստինցիք կսեն Համոսը մենք շինած ենք, Իսրայելացիք կսեն Համոսը մենք շինած ենք, նույնը ֆելեֆիլը, հայերու բարակային դոլման, ամեն անգամ ես շարմայի վիդեո անեմ, պատերազմային վիդեոների տակ։ Ինչ կմտածեք, ինչ պատերազմ է, խոնգե սկսենք։ Շատ դժվար է, միշտ այս խնդիրը եղել է որնամերը, որնացերը։ Հա։ Շաուրմայի բարակային ինչ կգրեն օրինակ։ Ինչ կուզեն։ Գրում եմ, որ էսի շարմա չի, էսի Գարսի խորոված է։ Էդ էլ չեն ասում են էսի շարմա չի։ Շարման բնականաբար շարման լրիվ ուրիշ բան է Սիրիայում, Լիբանանում։ Լրիվ ուրիշ է։ Հայաստանում ավելի շատ այնց ես անուն դրել եմ veggie wrap։ Այո։ Ավելի շատ բանջարեղեն սալադի wrap-ը ու մի քիչ են միսը կողքը։ Հա, շարմա չի։ Դրա համար ես վիդեոներում ասում եմ փորձարկելու եմ հայկական շարմա կամ տեղական շարմա, չգիտեմ, ինչ-որ դες բան եմ ասում, որ պատերազմ չսկսի։ Բայց մեկը կա այդ պատերազմը։ Այսինքն մենք կփորձենք որ գապկել ուրիշները կուգարձիկովդ, այսինքն դրած են գոնակ անուններ բիչի դամ որ կովաս չնենք, ասինչ շաուրմա, բայց գապ չունի մեր կիծածին հետ։ Որն է բայց ճիշտը, ինչ է ընկալումը, ինչպես պետք է լա, ցեզի համար ինչ է շաուրման։ Եթե շաուրմայի մասին խոսենք կամ Okay, ես տենց ասեմ, ես մի քանի ժամ առաջ ստորի արեցի, որ P-Day-ի համտեսում անեմ թե չանեմ, ու երկու տարբերակ էի դրել, որ չանեմ, որովհետև ինքը թուրքական ուտեստ է։ Անեմ, որովհետև ինչ կարևոր է, մեկը ուտեստ է, մեկը բոլորս էլ ուտում ենք, հիմա ուզում եմ ստեղի, ուզում եմ ընդեղի։ Ընդեղը Թուրքիան է։ Այո։ Ուղղակի ես հարցը, այսինքն ես Իշո հետևորդ էր ասա, ինչի P-Day համտեսում չես անում, ու ես էլ այդ երկու տարբերակը դրել եմ, որ ու թողա հետևորդները իրանք որոշեն, հա, քննարկեն, որ տեսեմ իրենց մտածելակերպը ինչպես է, որտեղ մեկը իմ բլոկն է, որոշողը ես եմ, հիմա ես այսօր P-Day ուտեմ, ես Հայաստանում ուտեմ, թե Թուրքիայում ուտեմ, այդ արդեն իմ որոշումն է։ Բայց իմ համար հետաքրքիր է, որ տեսեմ ժողովուրդը ինչ անի, իրենց մտածելակերպը ինչպես է։ 70%, 60%-ը տենց ասացին, որ չէ, չանես, որովհետև թուրքական է։ Իսկ մնացածը ասել էին, որ դե 10% ասել են, որ չգիտեինք, որ ինքը вообще թուրքական է, մենք գիտենք, որ էսի լիբանական կամ ինչ որ սիրիական ուտեստ է, արևմտյան ուտեստ է, բայց կային, որ 20%, 30% ասել էին, որ չէ, չանես, չգտնես թուրքական ուտեստ։ Չմոդենաս հանգարց։ Ցեզի համար որպես մասնակիտական իմ համար Հիմա օրինակ դոլմայի բարական գա։ Ես չեմ գիտեր որն էր ճիշտը, բայց ես գիտեմ որ դոլմա ասվածը լից կնե, այսինքն գլեցնենք։ Հա։ Թթումը, սմպուգը ինչ որ է։ Հա, թուրքական բառից հետա նշանակում։ Լոլիգը, պոմիդորը որ չներվին, կամ կարտոշկան, կարտոֆիլը լիցկավոր են։ Իսկ սարման պատաթելն է, չէ։ Ջաշարան մկացած էի, նաև ամերիկացի հյուրիմը հետ։ Այդ մատուցողը 1 ժամ ինձի կբացադրե, որ ադիգա այդ սարմա ասվածը դրկերեն սարմա։ Կնշանակե գլորելով ռոլն էլ, այո։ Չէ, ինքը գսե ադիգա չէ։ Մեզի ասի մեր ջաշն է եւ դոլմա է։ Հիմա եգուր այս բոլորի մեջ խնդիրը այդ չէ որ ինչ կուտենք ես եւ տուն, բայց արդյոք գիտելիքն է ինձ թվում է։ Դու եթե ունենաս գիտելիք դրա մասին, հետո իմաստը, այսինքն հրեան եւ արաբը կողքի չեն ապրած թարերով, ինչպես որ մենք թուրքերուն են։ Այսինքն գրնաս քիդնալ ճիշտ այդ ջաշը ով սկսած է, որ ժամուն սկսած։ Չգիտես։
Ասի խնդիր է մեր հանրության համար։ Հիմա հասկանալի է, որ մենք վերաբաություններ ունենք, նաև հաջող մեր հագարագործները ադիգը կործածեն որպես զենք։ Ադալ հասկանալի է, բայց եկեք քիչ տարբեր մտածենք մենք։ Այսալ իմս է ասելով նաև, բայց ոչ անպայման ոչ դուն չես գիտեր, ես գիտեմ հարցն է, որ խնդիր է։ Այդպես է, չէ։ Ես եմ ասում, եթե գիտես, օքեյ, կիսվի, ասա, բացատրի, ասա ու դուրս արի։ Հիմա ես կընդունեմ, գլսեմ, կամ գնգալես, կամ շարունակեմ քո գիծը բանը, դա արդեն թողին վրա։ Հիմա ես ես կուտեմ, կգնահատեմ։ Ես ասի ավելի լավն է, հայկական դոլման ավելի լավ էր, օրինակ։ Դա թողին վրա։ Հիմա դու ուզում ես դու էլ փորձես կամ չես ուզում փորձես, որովհետև դու ունես ինչ-որ մտածելակերպ, դա արդեն ես քեզ գահարկեմ, դու էլ ինձ հարգի ես ամեն ինչ։ Ինձ թվում է այդքանը։ Աս թեմաներուն վերաբերյալ խոսելու բան գվախնակ, ուշադիրեք, որ ցեզի սխալ չհասկանան, որ հանգարց գրնան ասել հիմա թրքական ռոպագանդ է անում։ Չէ։ Չեն ասած։ Չէ, ես մենք մի ամիտեմ։ Չէ, այդքան չեմ խորանում։ Չէ, այդքան չեմ խորանում, չէ։ Իսկ վլոգները որ գնեք, ինչպես կնդրեք ջաշացուցակը, ինչպես կբադայի, որ ասենք այսօր ինչ է մենյուն, այսօր ինչ պիտի նկարեիք սեվենք։ Կամ հետևորդներն են գրում։ Հա, լսում եք իրենց։ Հա, ես պատասխանում եմ, տենց իրար գրում ենք, առաջարկում են։ Եթե համապատասխանա իմ բյուջեին կամ ժամանակն է դրան կամ ես եւ այլն, հա, գնում եմ այդ համպեսումը անում եմ, բայց կա որ օրինակ իմ միտքն է մտածել եմ օրինակ չուրոզ անեմ կամ չգիտեմ մոչի անեմ, ես անեմ դա արդեն իմ որոշումն է։ Կա որ հետևորդներից եմ հարցում որտեղ գնամ փորձեմ կամ արդեն ես ինքս գիտեմ որտեղ գնամ, որ հետևորդը չգիտի, որտեղ ինքը թաքնված տեղ է։ Ես գնում եմ բացահայտեմ։ Եկեք անգերց խոսենք։ Նկարահանումները որ գնեք ընդհանրապես ջաշարանի դերերը ֆիդբեք կղրգեն ցեզի շնորհակալություն կամ ցավոք շատ քիչ են եթե բարձր եմ գնահատում կամ ցածր եմ գնահատում կա որ նեղանում են 50-50-ը կամ նեղանում են կամ շնորհակալություն են հայտնում կամ ասում են որ գիտեք ինչ արեք մեզ մոտ էսպես է պատրաստվում եք դուք էլ տեսեք Այդպես եղել է, այնց էլ եղել է, որ սենց ընտանիքով եկել են հարցակվել են, վիդեոյից տակ սենց քաղցր խոսքեր են թողել, որ բնականաբար շատ պարզ էր եմը բոլորը նույն ժամի գալիս են ու նույն ռեստորանի մասին են գրում, հա, պարզ էր եմը, որ ովքեր են, ում կողմից են եկել։ Կան որ բարձր գնահատածներ 10-ից 10-երը ձեն չեն հանում ու դա մի քիչ իմ ամավիրավորական է որտեվ անդարբեր են հա որ դուք չգիտեք ես գալու եմ կամ չգիտեք որ դուք բարձր գնահատվելու ես համեմատել եմ քաղաքում ժամ եմ հատկացրել անգերձ եք դուք այսին շահմը չունիք որտեվ ադալ գրնան մտածել արդյոք ցեզի վճարած են որ այդ ջաշարանին 10-ը նշանակ եք հա դա ինձ թվում արդեն վերածվել է որտեվ արդեն բավականին նույն տեղը գնացել եմ կամ տարբեր տեղ եմ գնացել կարա այս անգամ 10 եմ գնահատա, հաջորդ անգամ 7 եմ գնահատա, արդեն պարզվել է, որ ստեղ ամեն ինչ անկեղծ է։ Ես եմ վճարում, ես եմ համեմատում։ Իսկ հովանավորներ կան, անկեղծ։ Չէ, սպասում եմ այդ օրվա։ Դագավին։ Չէ, չունեմ ամեն ինչ իմ Դագավին ծեր ծախսերով, այսքան եւ բավական մեծ է ծեր դիմները։ Անկեղծ խոսենք։ Արդեն գասնենք մեր ավարտի բաժնին, հարկելի բայց բլոգ մեր համագարկողի առաջարկով այսպիսի արագ հարցումներ ունենք։ Ձեր սիրած գիրքը։ Գրնակ նաև ջաշի գիրքն է լալ։ Չէ, ջաշի գիրք չէ։ Երևի անգլերենով եմ կարդացել Poor Dad, Rich Dad։ Սիրած գրողը կամ սիրելի գրողը Սիդնի Շելդոն Ձեր սիրած ֆիլմը Շատ են, հա Okay, ամենաառաջի բանը որ եկավ Dark Knight Սիրելի երգահանը Երգիչը Երգրողը կամ երգիչը Չեմ դեր ինչու երգահան գրած Անկեղծ չունեմ Սիրելի երգիրը Իտալիա
Սիրելի ուտելիքը։ Չգիտեմ։ Սիրելի ուտելիք։ Չունիք։ Եվ սիրած հայը, այն հայը, որ ցեզի համար բոլոր առումներով հայը կներկայացնի։ Ձեր գերբարը հայու։ Շարնազանվար։ Ես ալ նույնը գսեի։ Անգերց խոսենք։ Հաջելի զրույցեր, անգերց զրույցեր, մեր ագնտիրներուն հիշեցնեմ, որ այսօր հյուրս այսպիսի անուն կգրեր The Bites blog, կրնակ հետևիլ իր էջին, ջաշի մասին, ջաշի աշխարհի մասին, եւ անշուշտ կրնակ նաեւ կհորտորս է, որ մեր դեսանյութերը տարածեք, լայք մսեղնում եք, մեկնաբանություն եք, նույնիսկ եթե պիտի քննադատեք առանց վիրավորելու եւ շնորհակալություն անշուշտ Գալուստ Գյուլվենգյան հիմնարկության հայկական բաժանմունքին, առանց որուն ջիկերուն անգարելի պիտի լալ դեսակրել այս դեսանյութը Բարին ընծես